Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, լրատվության մեր հարգարժան գործընկերներ, այսօր մենք ականատեսն ենք լինում մի վտանգավոր երևույթի։ Իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական եւ քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչ արվել է այս պետության ստեղծման եւ հզորացման համար, մինչև իրենց իշխանության գալը։ Այս մարդիկ փորձում են արժեզրկել եւ վարգաբեկել բոլոր այն մարդկանց, ովքեր զրոյից քարը քարի վրա դնելով, մետր առ մետր առաջ գնալով, աստիճանաբար կայացրել են անկախ Հայաստանն ու Արցախը, ակնհայտ է առաջին քայլերին բնորոշ իրենց թերություններով եւ բացթողումներով հանդերձ։ Նրանց հիմնական նպատակը եւ թիրախներից մեկը նաեւ Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական եւ մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող եւ որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ, որն այսօր իրենք փորձում են ոչնչացնել որպես անցանկալի հիշողություն։ Բայց հարցը անձերը չեն։ Խնդիրն այն է, որ այսօր երկիրը ղեկավարվում է մի խմբի կողմից, որը չունի բովանդակություն, չունի կարողություն, չունի ռազմավարական տեսլական։ Նրանք չեն տիրապետում պետական կառավարման հիմքերին, նրանք ձախողել են թե արտաքին քաղաքականության, թե անվտանգության, թե տնտեսության եւ թե հասարակական համերաշխության եւ արդարադատության ոլորտներում։ Եվ քանի որ չունեն իրական պատասխաններ, ամեն անգամ, երբ ընդդիմությունը բարձրացնում է կարևոր բովանդակային հարցեր, իրենք դիմում են մին մակարդակի։ Փոխանակ պատշաճ պատասխանելու, դուք ինքներդ տեսել եք դա, նրանք բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շոու, սկսում են գոռգոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակով՝ խեղդել թեման, փշրել բովանդակությունը, քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքական թատրոնի։ Իսկ այդ թատրոնի իմաստը մեկն է՝ ժողովրդին հիասթափեցնել պետությունից, պաշտոնյաներից, քաղաքական գործընթացներից, ըստ էության մոլորացնել իրականությունից։ Բայց այդ ամենի հիմքում կա շատ պարզ ճշմարտություն։ Նրանք ձախողել են ամեն ինչ, նրանց ռեյտինգը իջնում է, ու քանի որ ժողովուրդն արդեն սկսել է տեսնել այդ ճշմարտությունը, իրենք ընտրել են ծածկադմփոցի ճանապարհը։ Իսկ իրենց առաջնորդությունն այս երկրում ծառայում է ոչ թե Հայաստանի շահերին, այլ մեկ ուրիշ նպատակին՝ իշխանությունը ամեն գնով պահելու։ Իսկ դրանից հետևություն անելով նրանց ամենախորքային եւ թերևս ամենաիրական վախը այն է, ինչը կարծում եմ իրենցից շատերը արդեն վաղուց գիտակցել են, դա իրավական եւ բարոյաքաղաքական պատասխանատվությունն է, որը անխուսափելիորեն սպասում է նրանց մոտ ապագայում։ Սա է այն իրողությունը եւ այն գնահատականը, որ այս բրիֆինգի ժամանակ ես կարող եմ ներկայացնել այն իրականությանը, որ վերջին օրերում տիրում է Հայաստանում եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Հիմա պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Եվրոմեդիա, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Օհանյան, ԿՊԱ-ականները իրենց ճեպազրույցներում անդրադառնալով թե իմպիչմենտի գործընթացին, թե առհասարակ, ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վախենում են գալ խորհրդարան, որտեղ եթե գան, ԿՊԱ-ականները նրանց կուղարկեն քաղաքական թոշակի։ Ձեր կարծիքով ինչ գործիքակազմ ունեն ԿՊԱ-ականները նախկին նախագահներին քաղաքական թոշակի ուղարկելու եւ արդյոք նրանք վախենալու բան ունեն ԿՊԱ-ականներից։ Շնորհակալ։ Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում մեծ դերակատարություն ունեն քաղաքական ուժերը եւ անհատները, հատկապես անհատներ, որոնք որ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում ունեցել են համապատասխան արժեքներ եւ իրենց անձնական օրինակով են կերտել մեր
հայ ժողովրդի այսօրվա իրականությունը եւ եթե խոսքը գնում է եւ նրանցից մի քանիսը նաեւ արտահայտվել են քաղաքական, այսպես ասած, վենդետա, այսինքն պատասխանատվություն, այսօրվա իրականության մեջ ամեն մեկը իր պատասխանատվությունը կրում է։ Նախկինում մեր նախագահները կրել են պատասխանատվություն եւ այդ պատասխանատվությունն է բերել նրան, որ մենք ունեցել ենք անկախ ազատ Հայաստան եւ անկախ Արցախ, ինտեգրված գործել են Հայաստանն ու Արցախը, թեկուզ իրենց բնորոշ թերություններով, ինչպես ես ասել եմ, բայց այնուամենայնիվ քայլ քարի վրա տնելով, զրոյից սկսվելով իրենք արել են ամեն ինչ։ Այս իշխանությունը պատրաստի է ստացել այդ ամենը եւ կարծում եմ, որ քաղաքական պատասխանատվության իրենք պետք է ենթարկվեն նրա համար, որ ակնհայտ է ինչի են հասցրել այս երկիրը եւ նաեւ Արցախ։ Սիվիկեմ ձեր հարցը։ Շնորհակալություն։ Պարոն Օհանյան, խոսում էիք որոշ թերությունների մասին, ինձ հետաքրքիր է որպես փորձառու վաստակ ունեցող քաղաքական գործիչ, նաև պետական գործիչ, արդյոք այդ թերությունների շարքում դասում եք նաև այն ահռելի գույքը, որը ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման շրջանում գուցե դրանից հետո, գուցե դրա բերումով կարողացել է կուտակել։ Եվ ինձ հետաքրքիր է նաև դուք արդյոք ոչ ֆորմալ, այսպես անկեղծության մթնոլորտ ապահովող հանդիպումներ ունենում եք պարոն Քոչարյանի հետ եւ ողջամիտ կասկած հայտնում, թե Ռոբերտ Սեդրակիչի վերջո արդյոք ձեր հալալ քրտինքով եք վաստակել այն, ինչ որ վաստակել եք եւ ինչ այսօր դատախազությունը ներկայացնում է որպես ապօրինի գույք եւ դատանում վիճարկում է դրա օրինականությունը, թե այդուհանդերձ ինչ որ սխեմաներ են գործել, ոչ օրինական, գուցե կոռուպցիոն, որոնք օգնել են այդքան գույք կուտակել։ Շնորհակալություն։ Տեսեք, ակնհայտ է, որ մենք մեր քաղաքական ուժի ղեկավարի հետ ունենում ենք զրույցներ եւ այդ զրույցների հիմնական մասը վերաբերում է մեր ծրագրերին, մեր գործունեությանը եւ հատկապես Հայաստան խմբակցության շրջանակներում ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս իրականացվող գործընթացներին։ Անձնական հարցերի շուրջ մենք քիչ ենք խոսում եւ այնինչ որ այսօր տիրում է Հայաստանում եւ ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում եւ դատաիրավական ոլորտում, դրանք տեսանելի են բոլորի համար եւ դրանց եզրափակման, դրանց պատասխանատվության հարցը իրապահ ոլորտի խնդիրներից է եւ կարծում եմ, որ այդ հարցերի պատասխաններին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը եւ նրա հարազատները պատասխանել են, այնպես որ դատաիրավական գործընթացները ընթանում են, եթե այնտեղ ինչ-որ խախտումներ կա, այդ խախտումների շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն, ոչ ոք մեզանից այդ պատասխանատվությունների չի խուսափում եւ դատական համակարգը անաչառ է, դատական համակարգը ուրեմն անկախ է եւ այդ ամենը պետք է ինքը դրսեւորի, բայց մենք իրականում տեսնում ենք, որ վերջին տարիներին հատկապես, որ այդտեղ կան բավականին լուրջ խնդիրներ եւ այդ խնդիրների շուրջը մանավանդ այս վերջին քառօրյայի ընթացքում մեր գործընկերները բարձրաձայնեցին, դրանց շատ հարցերին պատասխաններ այդպես էլ չեղավ։ Կոնկրետ ձեզ մոտ, պարոն Օհանյան, ողջամիտ կասկած չի հարուցում պարոն Քոչարյանի գույքի օրինականության հարցը, որպես նշում եմ եւս մեկ անգամ փորձառու ճանապարհ անցած քաղաքական գործիչ, ինչ է կարծում։ Ես արդեն պատասխանեցի, կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում եւ նրանց գործունեությունը եւ նաեւ ձեռքբերումները օրինականության շրջանակներում։ Նարեկ Կիրակոսյան ձեր հարցը։ Շնորհակալություն, պարոն Օհանյան, որպես Հայաստան խմբակցության ղեկավար խնդրում եմ ասել, երբ է տեղի ունենալու խմբակցության նիստը, որտեղ քննարկվելու է Լևոն Քոչարյանի պահվածքը, մասնավորապես հայոյան քննչեցնելը ազգային ժողովի դահլիճում։
Սա առիթ է, որպեսզի ես պատասխանեմ, որ մեր խմբակցության նիստերը լինում են պլանային, հերթական եւ նաեւ իրադրության հետ կապված նաեւ արտահերթ նիստեր են տեղի ունենում, որտեղ որ մենք քննարկում ենք տարբեր հարցեր, հատկապես այսօրվա առօրյային, հատկապես անվտանգային եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր եւ մեր խմբակցության նիստում եւ ներսում տիրում է ներխմբակցային բազմակարծություն, ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի պահվածքին, կարծում եմ, որ դուք ինքներդ տեսնում եք, որ այսօրվա իրականության մեջ բավականին թիրախավորել են եւ աննպատակ եւ տարբեր առիթ չեն օգտագործում քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները, նաեւ անհարկի անունը նշելու, մեղադրելու Լևոն Քոչարյանին եւ Լևոն Քոչարյանի գործունեությունը նպատակաուղղված է մեր խնդիրներին։ Լևոն Քոչարյանը ելույթ ունեցավ հանգիստ, շատ սառնասրտորեն արտահայտեց իր տեսակետը եւ պատասխանեց այն անտեղի գործողություններին, որ վերջին շրջանում հրահրել էր ինքը անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասում էր, որ դուք բոլորդ պետք է գնաք ԱԱԾ-ի պատվալներ, համբալ անվանելով եւ ազգային ժողովի ղեկավարն էր մեր կին падգամավորին ասում, որ ձեզ դուրս կշպրտեմ, այսինքն խոսույթ, որ անթույլատրելի է զուտ նաև մարդկային հարաբերություններում եւ անթույլատրելի է նաև երկրի ղեկավարներին, իրենք անձնական օրինակով դա հրահրել են։ Կարծում եմ, որ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքը իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել եւ մենք այդ խնդրի շուրջը կարծում եմ, որ զրույցներ կունենանք եւ այն իրողությունը, որ այսօր տիրում է ազգային ժողովում, այն սադրանքները, որ իրենք իրականացնում են շատ դեպքում քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի է։ Այսքանը։ Ներողություն, այսինքն նիստ չի լինելու Լևոն Քոչարյանի պահվածքը քննարկելու եւ ինչ ոչ նաեւ մանդատը դնելու հարցը բարձրացնելու։ Այդպիսի հարց չի քննարկվել եւ չի էլ քննարկվել։ Արդյոք չեք լեգիտիմացնում այդպիսով հայոյան քննեցնելը եւ քաղաքական պատասխանատվություն չկրելը։ Ես կարծում եմ, որ Լևոն Քոչարյանի գործողությունները թեկուս նաև վրթովմունքից ելնելով եղել են համարժեք այն ամեն ինչին, ինչ հրահրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, մի քանի անդամներ ազգային ժողովում։ Շողիկ Գալստյան, խնդրեմ։ Չունեք։ Խնդրեմ կենտրոն հեռուստաընկերություն։ Պարոն Օհանյան, եթե անդրադառնանք սահմանային կրակոցներին, վերջի շրջանում տեսել ենք, որ ադրբեջանական կողմը նորից կրակում է, անգամ տների տանիքներ էին վնասվել, հայկական կողմը չի արձագանքում, նախ այս որոշումը ինչպես է կարծում ճիշտ է, թե ոչ, մինչև երբ կարելի է համբերել, եւ ձեր կարծիքով հայ-ադրբեջանական բանակցությունները հիմա որ կետին են հասել, ձեզ համար հասկանալի է, թե ոչ։ Նախ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին կարելի է ասել նաև լարված է եւ արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից եւ բացի դրանից նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում, սա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա, դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը եւ հատկապես պաշտպանության նախարարությունը եւ պատասխանները պետք է համարժեք լինեն, գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմներ միշտ համարժեք պատասխաններ էր տալիս, բայց Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է, սահմանը լարված պահել,
այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել ինչու՞ չէ նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն եւ նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նաև այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Այսօր խորությամբ մենք չենք տիրապետում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստի ներքո, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ հռետորաբանությունը, ճնշումների հռետորաբանությունը չի պակասում, անընդհատ նոր պարտադրանքներ են, անընդհատ նոր ցանկություններ են իրենք ներկայացնում, բայց այն ինչ որ նաև տեսանելի է, որը որ տիրում է Բաքվում, շինծու դատավարությամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նաեւ մնացած գերիների նկատմամբ Ադրբեջանը փորձում է իրենց ունեցած ձեռքի տակ տեղեկությունների շրջանակներում հիմք ստեղծել ոչ թե դատապարտել ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաեւ հայկական կողմին։ Այսինքն այսօր մենք այդ հարաբերություններում հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործ կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է մեղադրողի դերում եւ փորձում է մեղադրող կողմին, այսինքն հայկական կողմին դարձնել մեղադրյալ, ճնշումները շարունակել եւ մենք գտնում ենք պարզ մի դատավարության շրջանակներում, որտեղ որ հայկական կողմը նույնիսկ պատշաճ չունի, որովհետև դեմ առ դեմ է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, իսկ նրանք ինչ ցանկություններ ուզում են պարտադրանքների ներքո իրականացնում են։ 24 նյուս խնդրեմ։ Պարոն Օհանյան, երեկվա ձեր կողմից, ձեր խմբակցության կողմից նիստին չմասնակցել է շարժման առարկա դարձավ, ասում են, որ խմբակցությունը վախեցել է մասնակցել նիստին վեճից հետո, նաև Վահագն Ալեքսանյանն ասում էր, որ Լևոն Քոչարյանը սարսափում է գալ խորհրդարան, ինչու նման որոշում կայացրեցիք եւ շարժման առիթ տվեցիք եւ բացի այդ քիչ առաջ Բաբկեն Թունյանն ասում էր, որ 4 տարվա ընթացքում 1.5 միլիարդ դրամ եք ստացել աշխատավարձ եւ որն է այդ արդյունավետությունը, ինչու հաշվետվություն չի ներկայացվում։ Նաև այս հանգամանքին անդրադառնալով։ Նիստին չմասնակցելը մեր որոշումն է, բայց դրա հիմքում այն չէ, որ մենք վախեցել ենք, նույնիսկ հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սադրեց իրականությունը, եւ ես տեղից պատասխանեցի, որ դուք պետք է առաջին հերթին հայտնվեք ԱԱԾ պատվալներում, որից հետո ես նաեւ դիմեցի Ալեն Սիմոնյանին, որպեսզի խոսափողը ինձ տրամադրի ներկա իրավիճակը գնահատելու համար, քանի որ խոսափողը ինքը չտրամադրեց առանց վախենալու, ես ինքս մենակ մոտեցա եւ Նիկոլ Փաշինյանին ասացի այն, ինչ որ ցանկանում է ասել, որ ինքն է սադրել այդ իրականությունը, այնպես որ թող որևիցե մեկը այստեղ ազգային ժողովում ելնելով իրենց այդ քանակությունից ինչ որ տղայական վիճակ, տղայական տրամադրություն չստեղծի, ոչ ոք չի վախենում։ Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, մենք ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս աշխատել ենք այս տարիների ընթացքում բավականին մեծ քանակությամբ նախաձեռնություններ են եղել, մանավանդ վերաբերող անվտանգության, Արցախի հարցով նրանք մերժել են, եղել են նախաձեռնություններ, որ ընդունվել է, այդ Բաբկեն Թունյանը, ընդ որում ես հաշվում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այսպես նորմալ մարդկանցից մեկն է, ինքը պետք է պատասխան տա, ինչու են, ասենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, պետական ամբողջ ապարատը ստանում աշխատավարձ կամ ստանում պարգևավճարներ, երբ որ երկիրը հասել է այս վիճակի։
Բաբկեն Թունյանը նաև հարց բարձրացրեց ռազմաարդյունաբերության վերաբերյալ։ Ռազմաարդյունաբերության երեկվա նախաձեռնությունը կարելի ասել, որ որոշակի առումով տեխնիկական նախաձեռնություն էր, բայց ԲՏԱ նախարարի այսպես առաջարկով մենք մոտ 2 ամիս առաջ մենք մասնակցել ենք մի քանի ռազմական արդյունաբերության կազմակերպությունների ուսումնասիրությանը, այդ հարցը քննարկվել է մեր ներկայությամբ, այդ հարցին նաև մենք մեր հավանությունն ենք տվել, որովհետև տեխնիկական հարց է, որը վերաբերում է ռազմական արդյունաբերության կազմակերպությունների գործունեությանը, հատկապես փորձարկման ժամանակահատվածում պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ ինչ որ տեխնիկական, այլ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու։ Կարճայո։ Մեկ հարց էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթ։ Նրա խոսքով զորակոչի ենթակա երիտասարդների մոտ 30-ից 40%-ն է անցնում պարտադիր զինվորական ծառայության, մնացածները տարբեր պատճառներով ազատվում են, ուսման վարձի հետ կապված ուսման նպատակով արտերկիր են մեկնում, առողջական խնդիրների պատճառով եւ այլն։ Ինչ կարծիք ունեք այս փոփոխությունների վերաբերյալ, ըստ էության առաջարկում է գումարի դիմաց նաև ազատվել զինվորական ծառայությունից եւ այնտեղ գումարի այս առումով դուք ինչ խնդիրներ եք տեսնում եւ այս փոփոխությունները արդյոք բերելու է նրան, որ երիտասարդների ավելի մեծ թիվը պարտադիր զինվորական ծառայություն։ Տեսեք, եթե նախկին նախաձեռնությունը, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվողներին եւ խուսափողներին, ովքեր որ կարող էին գումար հատկացնել եւ իրենց ծառայությունը շարունակել զինված ուժերում համապատասխան ժամանակահատվածով եւ համապատասխան պայմաններով եւ գումարային չափով, եթե դա նույնիսկ կարելի ասել ինչ որ մի ձև ընդունելի, բայց բանակից այն պայմաններում, երբ որ մեր համանadrությամբ նշված է, որ յուրաքանչյուրը իր մասնակցությունը պետք է ունենա մեր երկրի պաշտպանությանը, իսկ 18 տարեկանները բոլորը պետք է ծառայեն զինված ուժերում, դա իմ կողմից անընդունելի է եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անկախ մարդկանց հասարակական իրավիճակից, իրենց ունեցած հարստությունից, ունեցվածքից բոլորը պետք է մասնակցեն մեր երկրի պաշտպանությանը։ Համենայն դեպս այդ նախագիծը մենք դեռևս չենք քննարկել, բայց ծառայության համար երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը մասնակցելու համար հավասար պայմաններ պետք է լինեն եւ անկախ իրենց կարգավիճակից սոցիալական բոլորը պետք է իրենց այսպես արժեվ դրած հայրենիքի պաշտպանության խնդիրը իրականացնեն, որովհետեւ մանավանդ այս իրավիճակում եւ երկիրը բավականին լուրջ անվտանգային խնդիրներ ունի, որը կախված է նաեւ տարածաշրջանային զարգացումներից եւ տարածաշրջանում գտնվող մեր հարևանների նկրտումներից, նպատակներից յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունը հավասարաչափ ունենա երկրի պաշտպանությանը։ Ես կարծում եմ, որ այստեղ տեղին է Նժդեի խոսքերն ասել, որ կորցված է այն երկրի ապագան, որի զավակները օրենքի եւ մահվան առջեւ հավասար չեն։ Պարոն Օհանյան, ըստ էության միշտ քննադատվել է, որ նախկինների օրոք, այդ թվում նաև ձեր կառավարման ժամանակ գումարի դիմաց կարողանում են բանակից ազատվել։ Հիմա ըստ էության օրինականացվում է այս ամեն ինչը։ Դուք ինչպես եք դիտարկում այս կարգավորումը։ Կարծում եմ, որ փոխանակ խստացնենք ծառայության նկատմամբ պահանջները ավելի բարձր լինեն եւ ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարվեն նախազորակոչային տարիքում բոլոր ուղղություններով եւ ուսման հետ կապված եւ առողջական եւ արդարության ամրապնդման հետ կապված հարցերում մենք գնում ենք այսպես թուլությունների նախկինում էլ ներկայում էլ թերություններ միշտ եղել են, բայց նախկինում մենք մշտապես այսպես միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի զորակոչի ընթացքում հավասար պայմաններ ստեղծվի։ Ուզում եմ տեղեկացնել, որ օրինակ վիճակահանության գաղափարը այն ժամանակ եղել է
ամենաառաջնային գաղափարներից մեկը, որտեղ որ վիճակահանությամբ կարող են գնալ եւ ծառայության եւ տարբեր ոլորտներում, հատկապես օրինակ հրամանատարական, սերժանտական կազմի ընտրության մեջ հավասար պայմաններ լինեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։